Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 13-ից 15-ում ասում նա լույսով հրեշտակի կերպարանք կարա ստանա։ Որպեսզի այնպիսիները սուտ առաքյալներ եւ նենգավոր մշակներ Քրիստոսի առաքյալների պես կերպարանվում են։ Եվ զարմանալի չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսով հրեշտակի կերպարանքը իրեն վրա է կարողանում առնել։ Ուրեմն մի մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կարողանան արդարության պաշտոնյաների նման, որոնց լինեն, որոնց վերջը եւ գործերը պես կլինի, կորուստ են լինելու։ Նրանց գործերի պես անեն նրանց վերջը։ Այսօր շատ հավատացյալներ քարոզներ են լսում եւ ասում են, հա դե լավ եղբայր ջան, ինչ կա որ այդտեղ ասում, ինքն էլ էլի Հիսուս քարոզում, լավ էլ քարոզում է։ Բայց ով է այդ թույնը նայում, ով է այդ թույնը տենում։ Ով է տենում, որ սատանայի ծառաներն կարող են սատանայի գործը անեն եւ լուսո հրեշտակի կերպարանք վերցնեն, նմանապես Աստծուն ծառայելու եւ անոթի կերպարանք վերցնեն իրancs վրա։ Այսանը շատերը այսօր չեն նայում։ Բոլոր ջրերը խմում են։ Բոլոր ջրերը խմում են։ Ինչ ջուր տալիս է խմում են։ Մտնում են ինտերնետ, ասում են հոգևոր է, վերջ հոգևոր է, ինչ ջուր տա խմում են։ Ինչ քարոզում են լսում են այն մարդ։ Հիմա չեք զանազանում ինչ եք ուտում։ Ինչ են ձեզ տաղրի ուտելու։ Խեք սատանայի ծառայողին, որը վերցրել է իր վրա Աստծո ծառայի կերպարանքը եւ Աստվածաշնչից ինչ-որ բաներ է ասում, առանց զանազանելու ինչ տարս են ուտում են։ Կվերցրեք այն կերակուրը, որ ձեզ ծանոթ է։ Այն մարդուց կերակուր ընդունեք, ում ճանաչում եք։ Նրանից վերցրեք, ում կյանքը գիտեք։ Այս սատանային Հիսուսին, որ մոտեցավ, կարող է Աստծո խոսքից չէր խոսում։ Աստծո խոսքից չէր ասում։ Աստծո խոսքից չէր ասում։ Դա նշանակում է, որ Աստծո խոսքա կարդում ուրեմն ճիշտ է ասում։ Ով որ Աստվածաշնչից է կարդում ուրեմն ճիշտ է քարոզում։ Ես ուղղադավան ճշմարիտ քարոզիչների մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ մարդիկ, որ այսօր ստությունը, մոլորությունը, սուտ մարգարեությունները, սուտ տեսիլքները, սուտ ունայն հայտնություններով ողողել են եւ շատ հավատացյալներ դրան հավատում են եւ ըտեւ էլ տեղ են տալի հակառակորդին։ Ժողովուրդ ջան, ամեն վիճակի մեջ արթուն եղեք եւ հիշեք։ Մենք պիտի ասենք, որ մենք նրա գործերը չգիտողներ չենք, մենք գիտենք նրա գործերը, գիտենք նրա մոտեցումները, գիտենք նրա արած ձևերը, գիտենք նա ինչ է ուզում եւ մենք պիտի դրան դեմ դնենք, հակառակ կենանք, պատերազմենք եւ այդ պատերազմը հաղթենք։ Ում միջոցով? Հիսուս Քրիստոսի միջոցով։